2024 թվականին ներքին գործերի նախարարությանը հատկացվել է 100 միլիարդ 957 միլիոն դրամ, կատարողականը 97.2% է։ 2024-ին ամբողջությամբ ավարտվել է ներքին գործերի նախարարության ձևավորումը, զեկուցեց նախարար Սարգսյանը, անձնակազմը տեղում է։ Այս տարի էլ ակտիվ աշխատանքներ են տարվում ոստիկանության գվարդիայի կառուցվածքը ավարտելու եւ գնումներն անելու համար։ Արփինե Սարգսյանն արված աշխատանքը թվարկեց։ 2024 թվականին առգրավվել է շուրջ 426 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023 թվականի համադրությամբ ավելի է 202 կիլոգրամով շուրջ։ Բայց նաև շեշտեմ, որ պահպանելով գիծը 2025-ը եւս հետևողականորեն շարունակում է այս ուղղությամբ աշխատանքները թվականի կտրվածքով եւ ամբողջ իրավապահ համակարգի կողմից ըստ էության այս ժամանակահատվածում մենք ունեցել ենք շուրջ 173 կիլոգրամ թմրամիջոցի առգրավում։ Նախարարը տեղեկացրեց, որ կառավարության առաջիկա նիստում զեկուցվելու է թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարության մասին, որում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անչափահասներին։ Լուծումները երկուսն են, կամ մենք համապարտադիր կանոն ենք նախատեսում, որ բոլոր անչափահասները կամ ձեր նշած տարիքային խմբի, կամ ավելի ցածր շեմից մինչև 18 տարեկան անձինք պիտի հանձնեն թեստերը, կամ նախատեսում ենք կամավորության սկզբունքով թեստավորման հանձնման կանոնը։ Վստահ եմ, որ կառավարության կողմից վաղը ծրագիրը հաստատելու պայմաններում հարցը բերելու ենք նաև ազգային ժողովի տիրույթ, որովհետև ինչ եղանակով էլ որ հարցը կարգավորվի, դա պիտի կարգավորվի օրենքով, որովհետև այլ որևէ ակտով, որևէ ձևով մեր քաղաքացիների վրա նման պարտականություն դնել չենք կարող։ 2024-ին առգրավվել եւ կամավոր հանձնվել է 1579 միավոր հրազեն, 17%-ով ավելի նախորդ տարվա ցուցանիշից։ Արփինե Սարգսյանի խոսքով գործնական փուլ է մտել Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակումը։ Նախարարն անդրադարձավ նաեւ կադրային համալրմանը։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասով ոստիկանության համակարգ մուտք գործելու տեսանկյունից ես ասեմ, որ այս պահի դրությամբ ընդհանուր 78 անձ ունենք, որոնք արդեն իսկ ներքին գործերի նախարարության համակարգ անցել են աշխատանքի, որից 15-ը եղել են քաղաքացիական ծառայողներ, իսկ արդեն 63-ը ոստիկանության աշխատակիցներ են։ Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը նախարարից հետաքրքրվեց, ինչ պատճառով է աշխատանքից ազատվել փոխնախարար ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Նախարար Սարգսյանը հստակեցրեց, ինտրիգներ փնտրել պետք չէ, որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ։ Ներքին գործերի նախարարությունում իմ նշանակումից հետո կադրային տարբեր փոփոխություններ են եղել եւ կարծում եմ կադրային փոփոխությունները շատ բնական են եւ որևէ արհեստական բան կադրային փոփոխությունների մեջ չկա։ Եվ կադրային փոփոխությունները գալիս են ինչ որտեղ նաև օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք այն հարցերին, որոնց որ տարիներ շարունակ կարող ենք մեկ այլ հայացքով նայել բնականորեն։ Եվ ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակներում է։ Նախարար Սարգսյանը պատասխանեց նաև Մղջյանի դպրոցում 4-րդ դասարանցիներին թմրանյութ տալու դեպքի մասին հարցին, երևույթը դատապարտելի եւ մտահոգիչ համարեց։ Նախարարի խոսքով դեպքի հետ կապված ունեցել են օպերատիվ տվյալների իրացում եւ կարողացել են շատ մանրամասներ բարձել եւ փոխանցել քննչական կոմիտեին, որն էլ պրոցեսը ճիշտ տրամաբանությամբ կարողացել է առաջ տանել։ Ըստ Սարգսյանի վերջին տեղեկության, սպիտակ փոշե նման զանգվածի մասով փորձագիտական եզրակացությունը դեռ չի փոխանցվել քննչական կոմիտեին։ Մուշեղ Իսախանյան, լուրեր։